այսօր այս ամբողջ տեքստը չենք ուսումնասիրելու, այլ միայն մտորենք Հիսուսի մեկ խոսքի վրա, երբ նա խաչի վրա ասած կատարվեց։ Ինչը կատարվեց։ Հակիրճ եւ ամփոփ, եթե ասենք, Հիսուս ամբողջապես կատարեց հոր կամքը։ Այն բոլոր նպատակները, ինչի համար մարմնավորվեց, եկավ աշխարհ ու իր կյանքը տվեց խաչի վրա։ Նա կատարելապես, շարունակապես, առանց վարանելու, առանց սակարկելու, առանց զիջելու, կատարեց հոր կամքը ամբողջապես։ Խաչի ճանապարհը բռնելուց առաջ ինչ ասաց նա Գեթսեմանում։ Նա ասաց. «Հայր, թող քո կամքը լինի»։ Եվ համաձայնվելով այն տառապանքներին, որոնք իրեն էին սպասում, նա կատարեց հոր կամքը մինչև վերջ։ Նա ասաց. «Հայր, քո կամքը լինի»։ Նա գնաց խաչի ճանապարհով, իրականացրեց այն ամենը, ինչ որ սահմանված էր իր համար, եւ նա կատարեց այն հոր կամքի համաձայն։ Սաղմոս 47-ից 8 համարները։ Ահա ես գալիս եմ, գրքի թերթերում գրված է իմ մասին, քո կամքը կատարել կամեցա, ով իմ Աստված, եւ քո օրենքը իմ սրտի մեջ է։ Եբրայեցիս նամակի եղինակը մեջբերում այս սաղմոսն ասելով, Եբրայեցիս 15-7. Դրա համար Քրիստոսը աշխարհ մտնելիս ասում է. «Զոհ ու պատարագ չկամեցար, բայց ինձ համար մի մարմին պատրաստեցիր։ Ողջակեզները եւ մեղքի համար զոհեր քեզ հաճելի չեղան։ Այն ժամանակ ասացի. ահա գալիս եմ, ինչպես որ Սուրբ գրքում մի մասին գրված է, որ քո կամքը կատարեմ, ով Աստված»։ Հովհաննես ավետարանում ընթերցում ենք 4:34 համարը։ Հիսուսը նրանց ասաց. «Իմ կերակուրն այն է, որ ինձ ուղարկողի կամքը կատարեմ եւ նրա գործը ավարտին հասցնեմ»։ Հովհաննես 5:30. «Ես ինքս ինձնից ոչինչ չեմ կարող անել, ինչպես լսում եմ, այնպես էլ դատում եմ, եւ իմ դատաստանն արդար է, որովհետեւ ես իմ կամքը չեմ կատարում, այլ ինձ ուղարկողի կամքը»։ Հովհաննես 6:38. «Որովհետև ես իջել եմ երկնքից, որպեսզի ոչ թե իմ կամքը կատարեմ, այլ ինձ ուղարկողի կամքը»։ Երկիր եմ իջել, ինչի համար։ Հոր կամքը, նրա ծրագրերը լիովին կատարելու նպատակով։ Հիսուս մեզ համար կատարյալ օրինակն է, թե ինչպես պետք է մարդը կատարի Աստծո կամքը։ Սուրբ գրքում կան նաև բազում համարներ, որտեղ խոսում եւ պատվիրում է մարդուն կատարել հոր կամքը։ Օրինակ Մատթեոս 12:50. «Որովհետև ով կատարում է իմ հոր կամքը, որ երկնքում է, նա իմ եղբայրը, քույրը եւ մայրը»։ Առաջի Պետրոս 4:2. «Որպեսզի մարմնի մեջ մնացած ժամանակ այլևս ոչ թե մարդկանց ցանկությունների համաձայն, այլ Աստծո կամքի համաձայն ապրեք»։ Առաջ Հովհաննես 2:17. «Թե աշխարհն է անցնում եւ թե նրա ցանկությունը, բայց Աստծո կամքը կատարողը մնում է հավիտյան»։ Հիսուս կատարելապես կատարեց հոր կամքը։ Հիսուսի իրական աշակերտը նմանվում է նրա օրինակին, աճելով այս ընթացքի մեջ շարունակապես։ Մոտ 8 ամիս առաջ, եթե հիշում եք, մենք խոսեցինք Հակոբոսի նամակ, երբ որ ուսումնասիրում էինք, առաջի գլխում մենք խոսեցինք Աստծո խոսքի շարունակապես կատարման մասին։ Նա ասում էր այնտեղ. «Եղեք խոսքը շարունակապես կատարողներ»։
ճշմարիտ հավատ ունեցողը աճում է հոր կամքը շարունակապես կատարելու մեջ իր կյանքի բոլոր ոլորտներում։ Քանի որ այսօր նույնպես խոսում ենք այս թեմայի մասին, մի հարց տամ մտորելու։ Եվ նայում ես այս վերջին մի քանի ամիսների քո ապրած կյանքին, եւ դու լսել ես Աստծո խոսքը, տեսել ես ինչ է ասում քեզ Աստված, արդյոք այսօր կարող ես ասել, որ դու աճել ես հոր կամքի կատարման ընթացքի մեջ։ Արդյոք դու տեսնում ես փոփոխություն քո գործնական հնազանդության կյանքի մեջ։ Փոփոխություն քո մեղավոր սովորությունների մեջ, բնավորության գծերի մեջ, որոշում կայացնելու քո սկզբունքների մեջ, խոսքիդ, պավազքիդ մեջ, իսկ միտքդ, արդյոք քո միտքը նորոգվել է էլ ավելի, որ կենտրոնացած լինի հոր կամքի վրա ամեն օր, իսկ քո սիրտը, քո զգացմունքները, արդյոք նորոգվել եւ փոփոխվել են այնպես, որ դու շատ ավելի ես փափագում հոր կամքը, շատ ավելի եռանդուն կերպով փնտրում ես, սպասում ես նրա կամքի հայտնությանը։ Արդյոք դու ուրանում ես սանձդ ամեն օր, խաչդ վերցնում ես ու հոր կամքն ես կատարում շարունակապես եւ ամեն օր։ Թե քեզ մոտ սովորությունը դեռ այն է, որ մի օր նրա կամքն ես կատարում, մի օր քո ուզածը քեզ հաճելին, քեզ ցանկալին։ Դուք հասկանում եք այսօր ինչի մասին ենք հիշում, ինչի մասին ենք մտորում։ Հիսուս խաչվել է մեզ համար։ Հիսուս իր կյանքն է տվել մեզ համար։ Նա իր լավագույնն է տվել։ Իսկ մենք արդյոք մեր անձը խաչել ենք Հիսուսի համար։ Արդյոք մենք խաչն ենք հանում մեր անձը ամեն օր Հիսուսի համար։ Թե մի օր խաչն ենք հանել, հաջորդ օրը իջեցնում ենք խաչից, որպեսզի մեր եսին ծառայենք։ Գաղատացիս 2:20 Ես Քրիստոսի հետ խաչվեցի, այսուհետև ոչ թե ես եմ ապրում, այլ Քրիստոսն է, որ ապրում է իմ մեջ։ Եվ այս կյանքը, որ այժմ ապրում եմ մարմնով, ապրում եմ Աստծո որդու հավատով, որ ինձ սիրեց ու իրեն ինձ համար զոհեց։ Քո այդ մարմնի մեջ, որ դու ապրում ես, ում կյանքն է այնտեղ։ Ով է ապրում քո հին մեղավոր եսը, թե Քրիստոսն է իրապես ապրում, գործում քեզանով, ըստ հոր կամքի։ Եփեսացիս 5:17 Դրա համար անմիտ մի եղեք, այլ իմացեք, թե որն է Տիրոջ կամքը։ Դու ճանաչում ես Աստծո կամքը քեզ համար։ Դու կատարում ես Աստծո կամքը շարունակապես։ Դու անմիտ ես, թե լցվել ես երկնային իմաստությամբ։ Հիսուսը իր խաչի վրա մինչև իր վերջին շունչը կատարեց հոր կամքը։ Իսկ ինչն է մտնում այդ կամքի մեջ։ Շատ բաներ կարող ենք թվարկել, ինչ արեց Հիսուս ըստ Տիրոջ կամքի։ Հիսուս իր խաչով հաղթեց սատանային։ Աստծո արդար զայրույթի բաժակը արդարացիորեն թափվեց մարդու վրա, Հիսուս մարդու վրա։ Մեղքի արդար պատիժը հատուցվեց։ Մեղավորների համար ճանապարհ բացվեց դեպի մեղքերի թողություն։ Աստծո փրկության ծրագիրն իրականացավ։ Աշխարհի հիմնումից առաջ նախասահմանված, մորթված, գառնուկի թափված արյունով։ Եվ Հիսուս ամբողջապես կատարեց Աստծո խոսքը, այն ամենը, ինչ գրված էր իր մասին։ Նա իր բոլոր գործերով, բոլոր իրավիճակներում փնտրեց հոր փառքը։ Եվ նրա խաչելությունը այդ ամեն անգամ Աստծո փառքի համար էր, նրան փառավորելու համար էր ամեն բանից առաջ։
Իհարկե այս ամենի մասին չենք խոսի այսօր, բայց կդիտարկենք միայն մեկ կետը։ Հիսուս իր կյանքով ու խաչով կատարեց գրվածքները։ Հիսուս իր ապրած ողջ կյանքի ընթացքում երկրի վրա, մինչև խաչի վրա իր վերջին շունչը, կատարեց գրվածքները։ Կան աստվածաբաններ, որ ասում են ու հաշվել են, որ Հիսուսի մասին, Հիսուսի կյանքի մասին, ողջ կյանքի մասին կա 300-ից ավել մեջբերումներ, մարգարեություններ 5 տակարանից։ Մատթեոս 5:17 Մի կարծեք թե եկա օրենքը կամ մարգարեներն ջնջելու, ես չեկա ջնջելու, այլ կատարելու։ Ղուկաս 22:37 Ինչ որ իմ մասին գրված է, կատարվում է։ Հովհաննես ավետարանի այսօր մեր կարդացած հատվածում 24-րդ համարում ասում է, որպեսզի կատարվի գրվածը, որ ասում է. իմ հագուստներն իրենց մեջ բաժանեցին եւ իմ պատմուճանի վրա վիճակ գցեցին։ 28-րդ համարը, որպեսզի իրականանա գրվածը, ասաց ծարավ եմ։ 30-ը, երբ Հիսուսը քացախը բերանն առավ, ասաց կատարվեց։ Դուք պատկերացնում եք Հիսուսի այս տառապանքների, այս ցավի մեջ նա շարունակում մտածել հոր կամքի մասին։ Նա շարունակում մտածել գրվածքների մասին։ Տեր, ինչ է մնացել, որ ես դեռ չեմ արել։ Ինչ է մնացել, որ ես դեռ պիտի կատարեմ։ Եվ նա ասում է ծարավ եմ։ Նրա միտքը շարունակ աշխատում է Աստծո խոսքը կատարելու համար։ Ինչպիսի շնորհ, ինչպիսի զորություն։ Եվ որքան հեռու է մեր միտքը այս կատարելությունից։ Այո, թեև հեռու ենք, բայց դարձյալ պետք է հարցը տանք մեզ, որպես Տիրոջ արդեն զավակներ, թե որքանով ենք մենք մոտենում այս կատարելությանը օրինակին նմանվելու, որքանով ենք ձգտում, որքանով ենք քայլ առ քայլ առաջ գնում։ Արդյոք դու ամեն առավոտ աղոթում ես, Հայր, ես քո խոսքը պիտի պահեմ, քո խոսքի մասին պիտի մտածեմ, քո խոսքի իմաստությամբ ու քո խոսքի համաձայն պիտի որոշումներ կայացնեմ։ 36 եւ 37-րդ համարներում այս բաները տեղի ունեցան, որպեսզի իրականանա գրվածը, նրա ոսկորը չպիտի փշրվի, եւ մեկ այլ գրվածք, որ ասում է, պիտի նայեն նրան, որին խոցեցին։ Եվ այսպիսի բազում համարներ կան օգտակարանում, որտեղ խոսվում է 5 տականյան մարգարեությունների իրականացման մասին Հիսուսի երկրավոր կյանքի ողջ ընթացքում։ Այս բոլոր մարգարեությունների իրականացումը մարդու համար դառնում է հիմք հավատալու, որ Հիսուս Քրիստոսը Աստծո որդին է։ Աստված, ով մարմին առավ, եւ մենք տեսանք նրա փառքը, փառք, որ հորից ունի միածին է, լի շնորհով ու ճշմարտությամբ։ Հիսուսն ասաց Հովհաննես 13:19-ը. Ես ձեզ այդ ասում եմ այժմվանից մինչև դրա լինելը, որպեսզի երբ լինի, դուք հավատաք, որ ես եմ։ Երբ իրականանում է մարգարեությունը, այն Աստծուն հավատալու փաստարկներից մեկն է։ Երբ Հովհաննես Մկրտիչը բանտում եղած ժամանակ կասկածեց Հիսուսի Մեսիա լինելու վրա, Հիսուսն ասաց իր մոտ ուղարկված պատգամավորներին, Ղուկաս 7:22, եւ Հիսուսը պատասխանեց. գնացեք պատմեք Հովհաննեսին, ինչ որ տեսաք ու լսեցիք, որ կույրերն են տեսնում, կաղերն են քայլում, բորոտներն են մաքրվում, խուլերը լսում, մեռելները հարություն են առնում ու աղքատներին բարի լուրն է ավետարանվում։ Այսինքն գնացեք ու ասեք Հովհաննեսին, կատարվում են այն մարգարեությունները, որոնք վերաբերում էին Մեսիային։
Հիսուս մինչև վերջ կատարեց այն ամենը, ինչ իր մասին գրված էր, մինչև իսկ խաչի վրա կախված տառապանքների մեջ, եւ սա այն կատարել օրինակն է, որին մենք պետք է հետևենք ու ձգտենք իրականացնել մեր կյանքում, մեր կյանքի բոլոր ոլորտներում։ Հիսուսն ասած կատարվեց։ Եվ սա նշանակում է, որ Հիսուս կատարեց իր մասին գրված ամենը։ Նա կատարեց հոր կամքը մինչև վերջ։ Եվս մի մտքի վրա եմ ուզում մտածենք այսօրվա 28-րդ համարից։ Հիսուսն ասաց ծարավ եմ։ Ինչու՞ նա բարձրաձայնեց իր հենց այս կարիքը։ Չէ՞ որ այսպիսի ֆիզիկական տառապանքների մեջ, նրա մարդկային զգացմունքների մեջ կար շատ ավելի մեծ ֆիզիկական կարիքներ, ավելի մեծ ֆիզիկական ցավեր, որը նա կարող էր նույնպես բարձրաձայնել։ Իսկ գուցե նրա ծարավությունը հոգևոր էր։ Գուցե նա խոսում է իր հոգևոր ծարավի մասին։ Այս ծարավ բառը այս ավետարանում գրված է 6 անգամ, եւ այս բոլոր դեպքերում էլ, երբ Հիսուս խոսել է ծարավի մասին, նա խոսել է հոգևոր ծարավի մասին։ Օրինակ, Հովհաննես 7:37, եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա ու խմի։ Իսկ Սամարացի կնոջն ասաց, Հովհաննես 4:13, բայց ով խմի այն ջրից, որ ես եմ տալու նրան, նա հավիտյան չպիտի ծարավի։ Հիսուս այս նույն ծարավ բառը օգտագործեց նույնպես հոգևոր իմաստով եւ կախված էր խաչից։ Մատթեոսն ավետարանի մեջ գրում է. Աստված իմ, ինչու լքեցիր ինձ։ Եվ խաչի վրա աշխարհի մեղքը դրվեց Հիսուսի վրա, նա ապրեց մեղավոր մարդուն հատուկ այս լքվածության զգացողությունը։ Նա ապրեց հորից մերժված լինելու զգացմունքը։ Նա ապրեց հոգևոր ծարավ, որը նա հավիտյանս հավիտենից չէր զգացել։ Նա ծարավ էր իր երկնային հորը։ Պատկերացնում եք, Հիսուս հավիտյանս հավիտենից հոր հետ մեկ է։ Սակայն մի չնչին ժամանակ հորից հեռացած լինելու զգացմունքը նա ապրեց։ Եվ սա նրա համար մեծագույն տառապանքն էր։ Առավել ֆիզիկական ու հոգևոր այլ տառապանքներից նա տառապեց հորից բաժանված լինելու այս մարդկային ապրումները։ Մեղքը կանգնեց Հիսուսի ու իր հոր միջև, ու Հիսուս ապրեց հորից հեռու լինելու մեղավոր մարդու այս զգացմունքը։ Նա ծարավ էր իր հորը։ Իսկ հիմա նայենք մեր հարաբերություններին, որ ունենք մեր երկնային հոր հետ։ Կարծում եմ ամենքս էլ տեսնում ենք, թե ինչ հարաբերություն ունենք մեր Տիրոջ հետ։ Ինչպիսի վիճակում է։ Մեր սիրտը, մեր փափագները, մեր զգացմունքները մեր երկնային հոր նկատմամբ։ Այսօր հիշենք Հիսուսի խաչը, գիտակցելով, որ նա ապրեց մեզ համար, նա խաչվեց մեզ համար, որպեսզի մեզ մոտեցնի Աստծուն, որպեսզի մենք խմենք նրա ջուրը ու հագեցնենք մեր հոգու ծարավը։ Հիշելով Հիսուսի խաչը, քննենք մեր ունեցած հարաբերությունները նրա հետ, ապաշխարենք այն ամենից, ինչը խոչընդոտ է հանդիսանում մեր ու Աստծո միջև ունեցած առողջ փոխհարաբերությանը։ Հիշիր ամբողջ այս աշխարհը իր ողջ լիությունով ոչինչ է համատած այն արժեքի հետ, որը կոչվում է Աստծո հետ փոխհարաբերություն, Աստծո հետ հաղորդակցություն, Աստծո հետ շփում։ Իսկ հիմար մարդը գնում է այս աշխարհի տված ունայնության ետևից, հրաժարվելով Աստծո հետ հաղորդակցությունից։
Իսկ դու ո՞րն ես ընտրում ամեն առավոտ։ Երբ պարտնանում ես, ո՞ր ծարավդ ես հագեցնում։ Ո՞րն է քո սրտի մեծ փափագը։ Հիսուս ապրեց մեզ համար։ Հիսուս ապրեց քեզ համար։ Իսկ դու ում համար ես ապրում։ Դա համար մենք կարիք ունենք նույնպես լցվելու Հիսուսի այս մտքով, ապրել Աստծո համար, ապրել ամեն օրը Հիսուսի համար, որպեսզի սա ոչ թե լինի խոսք, որն այսօր մենք գուցե այո ասենք ամեն, բայց գնանք ու անցնենք մեր նույն աշխարհի գործերին, աշխարհի հոգսերին, մտածմունքներին, զբաղմունքներին, հաճույքներին, որոնք որ խեղդում են սերմը։ Եթե մենք իրապես ուզում ենք Հիսուսի միտք ունենանք, այն պետք է դառնա ջանք մեզ տրված Աստծո շնորհի զորության միջոցով, որպեսզի մեր կյանքերը իրապես փոխվեն, մեր մտքերը իրապես նորոգվեն, մենք իրապես խմենք Հիսուսի կենդանի ջրից ու վայելենք մեր հորը, ով մեր սրտերում է բնակվում։ Հիսուս կատարեց խաչի վրա հոր կամքը կատարելապես։ Եվ Հիսուս տառապեց ու ցավ ապրեց, երբ գիտեր, որ այդ կարճ ժամանակով մեղքը պիտի պատնեշ լինի։ Մեր մեղքերը, աշխարհի մեղքը, որ դրվեց իր վրա։ Եվ Հայր Աստված նրան նայեց, որպես մի մարդ, ով մեղք է գործել ու որը պիտի պատժվի։ Հիսուս համաձայնվեց գնալու այս տառապանքի միջով։ Ու նրա այս փափագը, այս սերը իր հոր նկատմամբ մեծագույն օրինակն է մեզ համար, թե ինչպես մենք պետք է սիրենք մեր հորը, մեր ամբողջ սրտով, մեր ամբողջ մտքով, մեր ամբողջ ուժով, զորությամբ, մեր հին անձը խաչի վրա թողնելով և Տիրոջ համար ապրելով։ Այսօր հիշելով Հիսուսի խաչը հիշենք, որ մենք այս երկրի վրա ենք, քայլում ենք, շնչում ենք, հաց ենք ուտում, աշխատում ենք, որպեսզի ամեն բան անենք հոր կամքի համաձայն, որպեսզի իր ծրագրերը անենք մեր կյանքերում և նրան ցուցադրենք, ուր էլ որ լինենք, եկեք ոտքերը աղոթք կանենք։ Պաշտելի մեր երկնավոր Սուրբ Հայր, շնորհակալ ենք քո փառավոր գործի համար, որ դու պատրաստական եղար զոհելու քո միածինը, տալու քո լավագույնը։ Իսկ քո որդին պատրաստական եղավ իր լավագույնը զոհելու։ Նա պատրաստական եղավ զոհելու քեզ հետ հաղորդակցությունը, համաձայնվելով կրելու աշխարհի մեղքը։ Դու քո մեծագույն վճարն ես տվել մեր հոգիների փրկության համար։ Եվ մենք սրտանց գոհություն ենք հայտնում քեզ, Տեր։ Թեև գիտենք, որ մեր սահմանափակ մտքերը շատ քիչն են կալում, բայց փառք ենք տալիս քեզ, Տեր, քո այդ սիրո մեծության համար։ Բացիր մեր հոգու աչքերը, Տեր, որ մենք ճանաչենք քո այս սիրո խորությունը, մեծությունը, լայնությունը։ Շնորհակալ ենք, Տեր, որ դու քո կամքն ես ճանաչեցնում մեզ։ Քո կամքը, Տեր, մեզ համար շատ թանկ է։ Տուր, որ դա դառնա մեզ համար էլ ավելի թանկ։ Թող այն դառնա թանկ ամեն բանից, ամեն մեր ցանկությունից ու շահից, առավել քո կամքը լինի մեր աչքերի առջև։ Հիսուս եկավ քո կամքը կատարելու։
մենք էլ աղերսում եւ խնդրում ենք, որ քո շնորհով զորացնես մեզ, քո հոգով առաջնորդես, որպեսզի մենք լինենք քո կամքը կատարողներ։ Դու մեծարվես, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Ամեն։